2013 թվականի համայնքի բյուջեն տարեսկզբին կազմել է 407 միլիոն 900 հազար դրամ եւ ամփոփվել 436 միլիոն դրամով։ Բյուջեն ձևավորվել է դոտացիայի, բնապահպանական սուբվենցիաների, հարկերի եւ դրամաշնորհների միջոցներից։ Համայնքի սեփական եկամուտների տարեկան պլանը տարվա ընթացքում ավելացվել է 4 միլիոն 200 հազար դրամով, քանի որ ծախսային մասում եւս ավելացել են հոդվածներ։ Հարկերի հավաքագրման առումով խնդրահարույց է հիմնականում հողահարկի հավաքագրումը, ապարքներ գոյանում են նույնիսկ վերջին տարիներին։ 2013 թվականի ձեռքբերումներից մեկը քաղաքապետը համարում է տխրահարճակ վարկի մարումը, համայնքը ազատվել է զգալի պարտքից։ Վերջակետ դրվեց 2003 թվականից սկսված տխրահարճակ վարկային պարտությունը, 70 միլիոն դրամ վարկային պարտավորությունը, որը շնորհիվ Լոռու մարզպետի աջակցությամբ կառավարության որոշումով համայնքը ազատվեց նշված վարկային պարտավորության կատարումից, որը լրացուցիչ ֆինանսական բեռեր ու երկարաժամկետ բեռեր, մանավանդ հաշվի առնելով վարկային պայմանագրի պայմանները, ըստ որի արդեն ընթացիկ տարի պետք է վարկային պարտավորության մնացորդային մասը ինդեքսավորվեր եւ այս մեխանիզմով հաշվարկների դեպքում շատ անհեռանկար էր վարկի մարումը, գրեթե անհնար, որովհետեւ ինչքան մարում էին, նույն չափով ինդեքսավորման հաշվին գումարը ավելանում էր։ 2013 թվականին քաղաքում 3 բազմաբնակարան շենքի տանիք են նորոգվել, բնապահպանական միջոցներից ձեռք են բերվել մեքենաներ։ Պետական միջոցներով շարունակվել է Ալավերդու բժշկական կենտրոնի հիմնանորոգումը, սկսվել է դիահերձայանի կառուցումը, Սանահին թաղամասում լուծվել է խմելու ջրի խնդիրը։ Բազմաթիվ ծրագրեր իրականացվել են Մանես բարեգործական հիմնադրամի եւ Counterpart International միջազգային կազմակերպության հետ համատեղ։ 2013 թվականին ավելացել է նաեւ կրթության եւ մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, ավելացել է նաեւ կոմունալ տնտեսության վարձավճարների հավաքագրման դինամիկան։ Վերջին 4 տարվա կտրվածքով համայնքային բյուջեն աճել է 110 միլիոն դրամով, աճել է նաև աշխատավարձի ֆոնդը, որը 2010 թվականին եղել է 120, իսկ 2014 թվականին 255 միլիոն դրամ։ Իհարկե, առաջի հայացքից ով էլ էս թվերը թվարկի, հարց կառաջանա, որ լավ էլ աճում են թվերը 4 տարվա կտրվածքով 170 միլիոն դրամ աճ կա։ Էլի չի մասին է խոսքը, որ գումար չկա, չենք հասնում, չենք կարողանում։ Դրա համար այս թվերի կողմ ես ուզում եմ նաև այլ վիճակագրություն բերեմ, որ պարզ լինի այս թվերի աճի թիկունքում ինչ փոփոխություններ են կատարվել։ Եվ այն դեպքում, երբ որ տարեկան բյուջեն 300 միլիոն դրամ էր, մասնավորապես հողակներից սկսենք։ Մանկապարտեզի դաստիարակի աշխատավարձը 36-37 հազար դրամ էր, ներկայիս 74 հազար դրամի փոխարեն, ու չհաշված, որ 2013 թվականի երկրորդ կիսամյակում նաև 92,600 է եղել մի որոշ ժամանակահատված, երկրորդ կիսամյակը։ Հողակների տնօրենների աշխատավարձը 48,000 դրամից 85,000 դրամի է հասել։ Համայնքի բյուջեն ավելի շատ սոցիալական է, ասում է քաղաքապետը։ Բյուջեի միջոցներից յուրաքանչյուր տարի գումարներ են ուղղվում դրամական աջակցության, նորածինների միանվագ նպաստի Սարահարթի բարեգործական ճաշարանի գործունեության համար։ Համայնքի ավականին 2013 թվականի ընթացքում գումարել է 17 ավականու նիստ, որից 5-ը արտահերթ, կայացրել է 64 որոշում, իսկ քաղաքապետի որոշումների թիվը կազմել է 310։ 2013 թվականի ընթացքում ակտիվ աշխատել են նաև հանձնաժողովները, իսկ քաղաքապետը առանձնահատուկ գոհ է Վարչատուգանային հանձնաժողովի աշխատանքից։ Քաղաքապետարանի գործունեությունը տարվա ընթացքում լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների եւ քաղաքապետարանի կայքի միջոցով։ 2013-2016 թվականների համար նախատեսված քառամյա զարգացման 84 ծրագրերից 36-ը իրականացման ընթացքում են, ամփոփելով իր հաշվետվությունը նշեց քաղաքապետը։ Քաղաքապետի հաշվետվությունը բավարար գնահատեց Լոռու փոխմարզպետը։ Թափանցիկ ամեն ինչ եղավ, ամեն լումայի տեղը բնակի չի իմացավ, իսկ եթե իմացավ այդ գումարներն էլ տեսա, որ նպատակային են ծախսվում, արդեն ինքը շահագրգռված կլինի, որ այդ գումարները վճարի, որովհետև դա իր համար է, իր քաղաքի ապագայի, իր երեխաների համար է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ կատարված աշխատանքի համար, շատ հանգամանալից ասվեց, երևի բաց տեղեր չմնաց, իմ մոտ անընդհատ ելույթի ժամանակ, ձեր ներկայացման ժամանակ հարցեր էր առաջանում, բայց հետո ձեր խոսքի մեջ այդ հարցերի պատասխանները լրիվ տալիս էիք։ Այնուհետև ելույթ ունեցավ նաև Counterpart International կազմակերպության ղեկավարը Մերիկ Օլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։